Հարգելի հեռուստադիտողներ, հավանաբար դուք էլ վերջին շրջանում հետևելով լրահոսին տպավորություն եք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վերհիշել 2018 թվականի Նիկոլ Փաշինյանին, այսինքն լինել ժողովրդի ընտրյալ, ժողովրդի ծոցից դուրս եկած իշխանություն, Ալեն Սիմոնյանի հետ վերջին շրջանում իրենց հետ ակտիվ սնվելը տեսախցիկների առաջ, խոսքը վերաբերվում է, ինչպես արդեն նշեցինք, կարկանդակ ուտելուն, եգիպտացորեն ուտելուն, վկայում են հետևյալի մասին, որ փորձ է արվում հասարակության հենց այն շերտի վրա հենվել, որը 2018 թվականին նպաստեց իր ակտիվ քաղաքական մասնակցությամբ, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Բայց արդյոք այս քաղաքական տեխնոլոգիան աշխատում է, թե չէ, մեր այսօրվա զրույցի կարևորագույն հարցերից մեկը հենց դա է։ Ենթադրենք սա PR մոտեցում է, PR տեխնոլոգիա է, քաղտեխնոլոգների կողմից առաջ քաշված առաջարկ, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտնի սրտիկներով եւ երաժշտությամբ դիմավորում է գրեթե ամեն օրը, արդյոք այս տեխնոլոգիաները աշխատում են, թե ոչ։ Եկեք այս հարցին պատասխանելու համար երկու հրապարակման անդրադառնանք, որոնք այսօր լույս են տեսել հայկական մամուլում։ Առաջինը վերաբերվում է Փաստ օրաթերթին, այսօր Փաստ օրաթերթում մի հետաքրքիր նյութ է դուրս եկել, վարկանիշը գետնին է, կարող եք այդ նյութը ուսումնասիրել, որտեղ բավականին հետաքրքիր տեղեկություններ են ներկայացվում, ըստ Փաստ օրաթերթի մենք իմանում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, որը մշտապես անցկացնում է հարցումներ, վերջին հարցումների արդյունքները դրել է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ըստ որոնց Փաշինյանի վարկանիշը նույնիսկ այս PR ակտիվությունից հետո չի բարձրացել։ Այսինքն այն նպատակը, որին որ պետք է ծառայեր այս PR ակտիվությունը, չի ապահովում։ Եվս մեկ կարևոր հրապարակում այսօր եղավ, խոսքը վերաբերվում է Պոլիտիկ AM-ում լույս տեսած հոդվածին, որում ասվում է հետևյալը, որ մասնավորապես միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից սոցիոլոգիական հարցում է իրականացվել վերջին շրջանում ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցի այս մեդիա հիստերիայի ֆոնին, եւ ինչ է պարզվել, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խնդիր ունի վերարտադրվելու, այլ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվում վարչապետ նույնիսկ այն պայմաններում, եթե իր գլխավոր մրցակիցները ներկայիս ընտրական փուլում Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը չեն մասնակցում ընտրությունների։ Սա չափազանց կարևոր արձանագրում է։ Եվ երբ որ դու այս արձանագրումը անում ես, դու հասկանում ես, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նույնիսկ եթե փորձեն բիրտ ուժով վերարտադրվել, փորձեն վարչական ռեսուրսի կիրառմամբ վերարտադրվել, իրենք խնդիր են ունենալու, որովհետև հանրային լեգիտիմություն դա իրականացնելու իրենք չունեն։ Այստեղից ելքը որն է։ Այստեղից ելքը հետևյալն է, դու պետք է կարողանաս կամ գոնե փորձես քաղաքական իրողությունները փոխարինես ապաքաղաքական անձնական ինչ-որ մի երևույթով, այդ ապաքաղաքական անձնական ինչ-որ մի երևույթը կարող է լինել մելոդրամա, սերիալ, որը նվիրված է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հարաբերություններին։ Այսօր թերթերից մեկում եւս մի հրապարակում եղավ, որը վերաբերվում էր հետեւյալին, որ Աննա Հակոբյանը ըստ թերթում տեղ գտած հրապարակման շատ ավելի մեծ իշխանություն ուներ, քան թվում էր, քան առաջին հայացքից ոմանք կարող էին պատկերացնել, ինչը անհանգստացնում էր Նիկոլ Փաշինյանին, ինչի վերջնարդյունքը եղավ այն, որ իրենք բաժանվեցին, բայց խնդիրը նաև կայանում է հետևյալում, տեսեք, իրենք կարող են, եթե նույնիսկ այնտեղ կան անձնական խնդիրներ, եւս ամեն ինչը պլանավորված չէ, եթե թեպետ հիմնական կարծիքները այս ամենի վերաբերյալ այն է, որ իրականում ամեն ինչ պլանավորված է եւ պլանավորվածը հետեւել համատեքստում փորձ է արվում իսկապես քաղաքական իրողությունները, տնտեսական իրողությունները, անվտանգային իրողությունները, սոցիալական իրողությունները փոխարինել մելոդրամայով, սերիալով։ Այսինքն մենք ձեզ հետ միասին ոչ թե քննարկենք այն, թե ինչ իրավիճակում է գտնվում անվտանգային համակարգը Հայաստանի, ինչ իրավիճակում է գտնվում սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում, ի վերջո չմոռանանք հարգելի հեռուստադիտողներ, 18 թվականին Նիկոլ Փաշինյանը իշխանության էր եկել ընդամենը մեկ մանդատով լուծել մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրները, ինքը չէր եկել այն մանդատով, որը կուզենար ունենալ Ալիևը, այսինքն գալ իշխանության եւ հանձնել Արցախը, ինքը եկել էր մարդկանց համար լուծելու կարևորագույն խնդիրը նյութական բարիքների վերաբաշխման անարդարացի համակարգը պետք է վերանայվեր։ Կար մարդկանց մի խումբ, ամեն ինչ կարելի էր ու իրենց դրա համար ոչինչ չէր լինում։ Հիմա այդ մարդկանց մի խմբի եկավ փոխարինեց մեկ այլ խումբը, բայց սոցիալական խնդիրները մարդկանց չլուծվեց։ Հիմա փոխարենը սրա վերաբերյալ քննարկումներ լինեն, իրական ծրագրերի վերաբերյալ քննարկումներ լինեն, իշխանությունները փորձում են դա
փոխակերպել եւ ստիպել հանրությանը քննարկել հարցեր, որոնք իրականության հետ որևիցե աղերս չունեն։ Եթե այս տրամաբանությամբ եք դիտարկում այն, թե ինչ է տեղի ունեցել Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի միջեւ, հասկանում ենք, թե ինչ սցենար կարող են իրենք խաղարկել։ Ու այստեղ եւս մի տրամաբանական հարց է առաջ գալիս, իսկ ինչու է անհրաժեշտ իրենց այս սցենարը։ Այս հարցի պատասխանը եւս տալիս են իշխանությունները։ Բավականին երկար ժամանակ է իրենք նույն խոսքն են կրկնում. Գյումրի 2 չեք տեսնելու, ծոծրակներդ կտեսնենք, բայց Գյումրի 2 չեք ստանա, կրկին ասենք, ծոծրակներդ կտեսնենք, բայց իշխանություն չեք տեսնի։ Գյումրի 2 ինչ է իրականում ներկայացնում իրենից այս ձևակերպումը։ Հիշեցնենք, ինչ եղավ Գյումրի ավականն ընտրությունների ժամանակ։ Անդիմադիր քաղաքական ուժերը մինչև ընտրությունները չմիավորվեցին, միևնույն ժամանակ ակնհայտ էր, որ մի քանի բացառություններ, եթե մի կողմ ենք դնում, կար նաև պայմանավորվածություն, որ անդիմադիր քաղաքական ուժերը միմյանց դեմ չեն պայքարելու նախընտրական փուլում։ Դա հանգեցրեց նրան, որ ամեն մեկը կոնսոլիդացրեց մաքսիմալ էլեկտորատը, որը կարող էր կոնսոլիդացնել, յետ ընտրական փուլում էլ քաղաքական որոշում կայացրեցին, միավորվեցին, նույնիսկ կոալիցիա չստեղծվեց, պարզապես միավորվեցին եւ Գյումրին ունեցավ անդիմադիր համայնքապետ։ Հենց այս սցենարը իշխանությունների համար լուրջ մտահոգություն է առաջացնում, այդ իսկ պատճառով էլ իրենք փորձում են ոչ միայն կանխել այս սցենարը քաղաքական ճնշումներ գործադրելով իր հակառակորդների նկատմամբ, Եվրամիությունից աջակցություն խնդրելով, մոնիտորինգային խմբի տեսքով, չգիտեմ, գումարների տեսքով, այլ իրենք նաեւ փորձում են քաղաքական իրողությունները փոխարինել սերիալային իրողություններով։ Այստեղ մենք գալիս ենք արդեն հարցի մեկ այլ կողմին։ Մի քանի ամիս առաջ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ նշել էր հետևյալը, որ եթե անդիմությունը մեծ սխալներ չանի, ապա այո, կա հնարավորություն հասնել քաղաքական անցնցում փոփոխությունների եւ իշխանությունների գործողությունները ապացուցում են հետեւյալը, որ դրա հնարավորությունը իսկապես կա եւ եթե անդիմությունը այդ սխալներ չգործելու տրամաբանության մեջ նաեւ գա պայմանավորվածության նախընտրական փուլում միմյանց դեմ չկրակել, միմյանց դեմ չաշխատել, ինչպես նաեւ կարողանան լուծել կրկնակվեարկության հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ակնհայտ լինի, որ եթե այս կամ այն ուժին արգել են մասնակցել ընտրությունների, իրենք կգնան օրինակ հայրենիք կուսակցության ճանապարհով, չեն ասի, որ ընտրությունները այն գլխից կեղծված են, փորձելով մարդկանց մեջ ապաթիա սերմանել, այլ կոչ կանեն իրենց կողմնակիցներին քվեարկել մեկ այլ քաղաքական ուժի օգտին, դա կարող է հանգեցնել իսկապես նրան, որ Հայաստանում կարող են լինել քաղաքական փոփոխություններ, ինչևէ ամփոփելով պետք է նշենք հետևյալը. 18 թվականին եւ նույնիսկ 21 թվականին Նիկոլ Փաշինյանի մոտ անհրաժեշտություն չի եղել դիմել քաղտեխնոլոգների այսքան մեծ աջակցությանը։ Նիկոլ Փաշինյանը այդքան էլ մեծ կարիք չուներ, որ միջև ընտրությունները այսքան արագ ափալ-թափալ բարձրացնել թոշակը, թեպետ դրանից մի քանի շաբաթ առաջ ասում են, որ թոշակի բարձրացման կարիք չունի։ Ամփոփենք, կրկին ասենք, ամփոփենք, կա իսկապես հնարավորություն Հայաստանում համապետական մասշտաբով կրկնել այն ամեն ինչ տեղի ունեցավ Գյումրիում, ամեն ինչ ոչ իշխանական, այլ ընտրանքային անդիմադիր քաղաքական ուժերի դաշտում է գտնվում։ Մտածեք այդ մասին։